Եթե դուք խնդիր եք դնում, ինչպես այսօրվա գործող իշխանությունները, որ այն որ ասма любой կապրիզ за ваши деньги, այսինքն ցանկացած պահանջ, որը դրվում է, պետք է բավարարել, որպեսզի քեզնից, ինչպես ասում են, անջատվեն, այսինքն քո հետ գործ չունենան, որևէ պրետենզիաներ չունեն, հանգիստ քեզ թողեն, այդ հոգեբանությամբ է շարժվում, ապա տվյալ պարագայում որևէ խնդիր չկա, այսինքն եթե դու համարում ես, որ դու նման պարագայում, եթե դու ամեն ինչ հանձնում ես, ամեն ինչ զիջում ես եւ պատրանք ես ստեղծում հարևանների մոտ կամ իրականում այդպես ես ուզում անես, որ զերո պրոբլեմ ես ուզում ստեղծես բոլոր քո հարևանների համար, որևէ ամբիցիաներ չես ցուցաբերում, քո համար բանը ռուսների ասած մալչիշ վտրապչկու բան ես անում, յան տված, այսպես ասենք, բան ես անում, կողքից ուտում ես ինչ-որ մի բան, այդ թվում բյուջեից եւ այլը, հա, նման պարագայում, եթե անվտանգության դու խնդիր չես տեսնում, տվյալ պարագայում որևէ պրոբլեմ չկա, այսպես, հա, բան չկա, պրոբլեմ չկա, հիմա եթե համարում ես, որ քո անվտանգության երաշխավորը, իսկ այդպես է համարում Հայաստանի իշխանությունը, դա նախ եւ առաջ Թուրքիան է, որին ինքը անընդհատ փորձում է միջնորդ դարձնել նույն Ադրբեջանի հետ հարաբերություններում, ասեմ ձեզ նույնիսկ փորձում է միջնորդ դարձնել որոշ ասպեկտներում Ռուսաստանի հետ հարաբերություններում, առաջ հակառակն էր, գիտեք, հիմա Թուրքիան է միջնորդ հանդիսանում շատ դեպքերում հայ-ռուսական հարաբերություններում, որոշ հարցերում, հա, ապա դու նման խնդիր չունես, բայց եթե քո խնդիրը, եթե դու խնդիր ես դնում, որ երկիրը պետք է զարգանա լրիվ ուրիշ վեկտորով, ոչ թե աշխարհաքաղաքական վեկտորը ի վերջո դա պետք է սպասարկի քո պետության կենսական շահերը, որոնք դու քո առջև դնում ես, հա, եթե դու համարում ես, որ այն ինչ որ հիմա կա, այն ինչ որ ստորագրվելու է, չգիտեմ, նախաստորագրված է, ստորագրվելու է, դա նորմալ չէ, դա կապիտուլյացիա է, դա, չգիտեմ, երկրի սուվերենության հանձնումն է, դա ոչ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սուվերենության եւ սահմանադրության առջև եւ դու պետք է գտնես այլ ընտրանք այսօրվա այս խաղաղության կոնցեպտին, ապա դու այլ ճանապարհով պետք է շարժվես, չէ՞։ Հա, հիմա գիտեք ինչ, կարելի է քննադատել Նիկոլ Փաշինյանին, որ ասել կապիտուլյանտ է, չգիտեմ, դավաճան է, ինչ ասես կարող են ասել այն ինչ որ ասվում է, բայց այստեղ ինքը ունի իր կոնցեպտը խաղաղության։ Իմ կարծիքով դա վատ կոնցեպտ է, բնականաբար ես նույն շատ բաներ կարող եմ բնորոշումներ տալ ընդհանուր առմամբ, բայց ինքը այդ կոնցեպտն է ներկայացնում ու ասում է, չէ, ասում է, եթե համաձայն չեք հեղափոխություն արեք։ Դից էլ ասում է, այդպես էլ ասում է։ Հիմա ինքը այս կոնցեպտը ունի, ոչ մի պրետենզիա, ոչ մի բան,